Շատերին ես մի կաներկամ ասել եմ, որ մենք գիրոներցեն եմ մաշկոցից առաջ, ես շաբելի ձայրեր եմ ասել, որ այգուբենի տեսքով եմ ունեցել, հիմա դուք մասնագիտորեն լսեք, թե մենք ինչ տեսակի գրեր ենք ունեցել, մինչև մաշկոցը մեզ նվիրեց այդ այգուբենը։ Շատ ուրախ եմ նորից ձեր մոտ, շատ եկեք, մենք այսօր ձեր հետ միասին խոսենք, ես նախապես պարոն Իրանյանին նյութեր ուղարկել էի, չգիտեմ ծանոթացել եք թե չէ, բայց մի բան է, որ կարդում եք, նյութը մի բան է, որ մանավանդ գրավոր մշակույթի մասին, որ կտեսնեք արձանագրությունները։ Ես կուզենայի, որ մենք բոլորս շատ այսպես կարևորենք գիրը որպես քաղաքակրթության մեծագույն ձեռքբերում։ Ընդհանրապես հիշեք, գիրը ստեղծում է միայն քաղաքակիրթ ժողովուրդների մոտ և դրանից հետո ինքը դառնում է քաղաքակրթական արժեքների գրող։ Ձեր դասագրքերում դուք անցել եք, որ մարդը այսօրվա գիտության տվյալների ունի մոտ 5 միլիոն տարվա պատմություն։ Հիմա պատկերացրեք 5 միլիոն տարի գրերը մենք այսօր որ օգտագործում ենք այսօրվա աշխարհի ծանոթ ամենահին գրերը եգիպտական և շումերական գրերն են, ունեն 5000 տարվա պատմություն։ Հիմա միակ մտովի պատկերացրեք 5 միլիոն տարի, բաժանեք 5-5000 տարիներով ու տեսեք այն 4 միլիոն 900,000 և այլն տարիների ընթացքում շատ չնչին էվոլյուցիա է և այս վերջին 5000 տարվա ընթացքում տեսեք ինչ թռիչքացել է մարդը զարգանում։ Եվ դա եղավ շնորհիվ այն բանի, որ ստեղծվեց գիրը, գրի միջոցով կուտակվում են գիտելիքները ու փոխանցում են հաջորդ սերունդներին։ Եթե քաղաքակրթական այդ կարևոր ֆենոմենը գիրը չստեղծվեր, մարդկության զարգացումը ինքը շատ ավելի դանդաղ կընթանի։ Ինչքան է կարևոր է հին ժողովուրդները գիրը, դա երևում է հենց նրանից, որ հին աշխարհի բազմաթիվ ժողովուրդների դիսարաններում պաշտվել են գրության հատուկ աստվածներ։ Այստեղ դուք տեսնում եք եգիպտական թոթը, հին եգիպտական աստվածություն, Բաբելոնի դպրության աստվածը Նաբուն, հնդկական Սարասվատին, հունական Հերմեսը, մեր դպրության աստվածը, իր աստվածը, սա Նեմրութի սրբավայից է գտնվել և Անտիոքոս Երևանունին է Տիգրանյան թագով դիմացը դպրության իր աստվածը, որի գլխի Սաղավարտի շրջանից ճարակում է լույսը։ Նախաքրիստոնեական շրջանում բնականաբար դպրության աստվածներ էին բաժնում։ Երբ որ եկավ քրիստոնեության միաստվածության շրջանը, հասկանալու են դպրության աստված չէր կարող լինել, բայց դպրություն ստեղծած մարդիկ իրենք սրբացվեցին իրենց ժողովուրդների կողմից։ Այ դուք այստեղ տեսնում եք բնականաբար ձեզ շատ լավ ծանոթ Մաշտոցի պատկերը, գոթական այգուբենի հեղինակ Վուլֆիլան կամ Վուլֆիլան, սլավոնական այգուբենի հեղինակներ Կիրիլ, Մեֆոդիսյան, բոլորը սրբացվեցին իրենց ժողովուրդների կողմից և հասկանալիորեն ժողովուրդները շատ կարևորում են գիրը քաղաքակրթական այդ կարևոր ֆենոմենը։ Ինչ ունենք հայկական լեռնաշխարհից։ Հիմա մենք խոսենք նախամաշտոցյան ժամանակաշրջանի մասին, որից հետո կգանք Մաշտոց և հասկանալու համար, թե ինչքան կարևոր է մեզ համար մեր գրավոր մշակույթը և ինչ մակարդակի բարձրացրեց Մաշտոցը։ Հայաստանում գրավոր մտածողությունը սկսում է սկզբնավորվել դեռևս նախնադարյան ժայռապատկերներից։ Դուք այստեղ տեսնում եք ժայռապատկերներ և պարզագույն պատկերներով, այծապատկերներ, մարդկանց պատկերներ, որսի տեսարաններ և ավելի լուրջ արդեն գիտության առաջին այսպես սաղմերը, որ երևում են օրացույց ժայռապատկերներ։ Օրացույց ժայռապատկերներ մենք ունենք, կոնկրետ սա Սևսարի ավստրալիդարանն է, որը թվագրվում է 3-2 հազարամյակներով Քրիստոսից առաջ։ Ժայռապատկերներում բացի պարզ սովորական պրիմիտիվ նկարներից, մենք տեսնում ենք ժամանակի զարգացման ընթացքում առաջին գալիս արդեն գաղափարագրեր, սիմվոլներ, նշաններ, որոնք ոչ թե պարզ նկար է, այլ որոշակի գաղափար է իր մեջ պարունակում։ Եվ այստեղ դուք տեսնում եք այդ գաղափարագրերը, որ նայեք պրիմիտիվ սովորական նկար է, բայց այդ նկարի մեջ մենք տեսնում ենք արդեն սվաստիկա։ Սվաստիկան հավերժական շարժման նշանն է։ Եվ մենք ունենք գաղափարագրեր, եւ այդ գաղափարագրերը իրենք խորհրդանշաններ են, որոնք անընդհատ ժողովուրդը պահպանում է։ Այդ այստեղ դուք մի հետաքրքիր բան եք տեսնում, աղյուսակ եք տեսնում Հայաստանի ժայռապատկերներում սիմվոլները, խորհրդանշանները, որոնք հայկական գորգարվեստում են օգտագործվել։ Եվ այդ գորգերը հասել են մինչև մեր ժամանակները։
նայեք Քրիստոսից առաջ 4-5-րդ հազարամյակներ եւ այսօր։ Այսինքն 5-6-7 հազար տարվա հեռավորությամբ խորհրդանշանները, սիմվոլները շարունակում են պահպանվել։ Հայաստանի ժայռապատկերները, հիշեք, դեռևս ժայռապատկերները գիր չեն։ Գիրը այսօրվա գիտության մեջ համարվում է այն նշանների համակարգը, որով ամբողջական հնչյունային խոսք են փոխանցում։ Ոչ թե մենակ ընդհանուր գաղափար, այլ խոսք, որ լավ պատկերացնեք, ես շատ այսօրվա մեր խոսակցական օրինակներ եմ։ Հիմա պատկերացրեք մենք ապրում ենք, ասենք 5000 տարի առաջ։ Հիմա մեզանից որևէ մեկը ուզում է գրել մարդը անցավ փողոցը։ Տեսնում են մարդը անցավ փողոցը, կնկարի մարդ, չէ, կնկարի քայլեր, ոտքեր ասենք, անցավ եւ կնկարի փողոցը, ճանապարհ։ Բայց եթե ուզում եք ասել մարդը կանցնի փողոցը, մարդը անցնում է փողոցը, այսինքն ներկա ժամանակ, անցյալ ժամանակ, ապագի ժամանակ, այստեղ արդեն մենակ գաղափարագրերը չեն ուտում, չէ, պետք են արդեն քերականական վերջավորություններ, մասնիկներ, այ երբ որ նշանային համակարգը սկսում է արդեն լեզուն իր քերականական մասնիկներով հաղորդել, դա արդեն գիր է, դա նախագիր չի։ Հիմա ժայռապատկերները ներքոտ նախագիր են, իսկ արդեն գիրը մենք տեսնում ենք, որ սկսում է 4-րդ հազարամյակի վերջ, 3-րդ հազարամյակի սկիզբ, այսինքն մոտարապես 5000 տարվա պատմություն ունի Հայաստանում գրի պատմությունը։ Նախամաշտության Հայաստանից գտնվել են բազմաթիվ, մի քանի հազար արձանագրություններ, որոնք 4 խմբի են բաժանվում։ Առաջինը Հայաստանում ստեղծված եւ մենակ մեր նախնիների կողմից կիրառված գրերն են։ Սա հայկական մենագրությունն է։ Այսինքն մեր նախնիների ստեղծած մինչև Մաշտոցը մեր ունեցած գրերը, քիչ հետո դրանք ցույց կտան։ Երկրորդը օտար ծագումով գրային համակարգերը, որոնք կիրառել են մեր նախնիները Հայաստանում։ Այսինքն, տեսեք, ինչպես որ մենք այսօր Մաշտոցյան հայերենին զուգահեռ օգտագործում ենք անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, չէ՞։ Այդպես էլ նախամաշտոցյան Հայաստանում հայկական մենագրությանը զուգահեռ օգտագործել են մի քանի լեզուներ իրենց գրային համակարգերով։ 7 այդպիսի համակարգ է օգտագործվել, հիմա կխոսենք։ Երրորդը արձանագրություններ են օտարների կողմից թողնված եւ 4-րդը առերծվածային նշաններ։ Մինչև այսօր պարզված չի, թե դրանք ինչ նպատակ են ունեցել, ինչպես են ստեղծվել, հիմա կգանք նաեւ դրանց պատկերներ։ Ուրեմն առաջին խումբը Հայաստանի վաղ պատկերագրությունն է, որը Քրիստոսից առաջ 5-ից 3-րդ հազարամյակներում է ներկայանում։ Տեսեք, սափորների վրա այսպիսի նշաններ են, սրանք գաղափարանշաններ են, այստեղ գծանկարով է տրված։ Պատկերացրեք, սափորը է ամբողջական, այլ ամբողջ սափորի երկայնքով, օրինակ սա ջավախից է գտնվել։ Ջավախի կոզնի հնավայրից է գտնվել, ամբողջ այսպիսի արձանագրություն, վերցանված չի։ Սրանք այդ նշաններից են, այս ամբողջ այս տախտակը անված է միայն Եփրաթի վերին հովտի ավազանից հեղինակը Կատերին Մարով, ֆրանսիացի ուսումնասիրող է, որը այս մեր գրային համակարգով շատ ավելի օտար ուսումնասիրողներ են զբաղվել դրսի աշխարհի, քան հայերը։ Դեռևս վերցանված չի ցավոք սրտի, մենք չգիտենք սրանց նշանակությունը։ Այնուհետև գալիս է հաջորդ փուլը զարգացման Հայաստանի գծային գրեր։ Ինչի ենք ասում գծային։ Նախորդը տեսակ ավելի շատ պատկերներ է։ Երբ որ գիրը երկար ժամանակ գրվում է, տարերով գրվում է, պատկերային տեսքը կորցնում է եւ սկսում է գծային նշանների վերածվել։ Դուք հիմա այստեղ տեսնում եք ամբողջ գծանշաններ են եւ շատ քիչ նշաններ կա, որ կարող է ասենք նայեք հեռավոր, օրինակ սա ինչ որ կենթանու է հիշեցնում գլուխ ոտքերով, բայց ընդհանրապես արդեն դառնում են սովորական գծային նշաններ։ Սա երրորդ առաջին հազարամյակներ, ավելի կոնկրետ 24-ից 9-րդ դարերի ընթացքում է օգտագործվել։ Հայաստանից մոտ 300 այսպիսի արձանագրություն կա։ Այդ սա որ տեսնում եք, սա մեծամորից գտնվածներն են։ Տեսեք, մեծամորից գտնվածների մեջ էլ այս կենթանու տեսք ունի, սա ինչ որ դեմքը հիշեցնում, բայց նշանների, սա ասենք սափորի նման մի բան, բայց նշանների մեծ մասը իրենք այլևս պատկերների տեսքով նման չեն պատկերների, այնքան երկար դրվել են։ Օրինակ ասենք եգիպտական հիերոգլիֆիկան, դուք անշուշտ եգիպտական հիերոգլիֆներ ձեր գրքերում եք, այնպես էլ պիտի որ շատ տեսած լինեք։ Սկզբնական փուլում հիշում եք եգիպտական հիերոգլիֆներ, ասենք արմունկի պատկեր, արծվի պատկեր, օձի պատկեր, մարդու պատկեր, չէ, ամբողջը նկար է։ Բայց եթե դուք նայեք եգիպտական հիերոգլիֆիկայի զարգացման վերջին փուլը, որը կոչվում է դեմոտական գիր, դեմոս, գիտեք, հունարեն ժողովուրդ բառից է, այդ դեմոտական գիրը որ նայեք, ընդհանրապես նկարային բան չկա։
որ նաև նույնիսկ կարող է ձեր ձեռագրի հետ շփոթել։ Այնքան այնպիսի տպավորություն է, որ ուղղակի ձեռագրով արագ գրված է։ Այլևս նկարային չի։ 1000-1500 տարվա ընթացքում պատկերները գնալով ավելի այսպես գծային տեսք են ստանում։ Շատ հետաքրքիր է Վանի թագավորության, Ուրարտու Արարատի թագավորության ժամանակաշրջանում հայկական մեհենագրության նշանների տեսքը։ Իրենք կես նկարային, կես գծային տեսք ունեն, այստեղ ներկայացված է վերծանված եւ մեկնաբանված նշանների խումբը, որ 60 նշանը վերծանված է։ Ընդհանուր գրային համակարգ 300 նշաններ։ 300 նշան պիտի անպայման մտապահեին եւ գրվում է աչից ձախ, այսինքն այսօրվա գրության հակառակ, նաեւ վերևից ներքև։ Օրինակ աչից ձախ գրելու հիմա ես ձեզ ցույց տամ այս շատ լավ օրինակ է։ Սա գծանկարով հատուկարված է, որ լավ երևա, կավե սալիկ է, Վանից է գտնվել։ Ուրեմն նայեք, վերևի տողը աչից գրվում է, ձախ կողմին չհասած ավարտվել է։ Երկրորդ տողը ամբողջությամբ գրված, երրորդը նորից աչից սկսել են, ձախին չվերջացած, ելի նույն նշանով ավարտվել է։ Նայեք, այս երկու նշանն էլ նույնն է, երկու ուղղահայաց մեջտեղում միած զիգզագ։ Այսինքն ոնց որ այսօրվա վերջակետը, հա? Սա այն ժամանակվա ավարտան նշանն է, աչից ձախ, այսպես են գրել։ Եվ կար նաև վերևից ներքև գրելու ուղղությունը։ Սա վերծանված թիթեղներից մեկն է, այսօր Ժնևում է պահվում, Բուդինի թանգարանում։ Ուրեմն այստեղ պատկերված է, նստած է Խալդե աստվածը գահին, արքայական ընտանիքը երկու պահում է աստծուն։ Վերևում, նայեք, թագավորի անունն է, անունից առաջ ընդհանրապես դրվում է նրա խորհրդանիշը։ Արևի թևավոր սկավառակը հին արևելքում եւ Հայաստանում եւ Եգիպտոսում, Միջագետքում արևի թևավոր սկավառակը աստվածային եւ թագավորական իշխանության նշանն է։ Դրա համար թագավորի անունից առաջ դրվում է արևի թևավոր սկավառակը։ Ընթերցվել է, այստեղ դրված է Իշպուինի թագավորի անունը։ Իշպուինի արքան է, ցավոք սրտի տիկնոջ անունը, թագուհու անունը վերևս վերծանված չի, երկու նշանով է գրված գրքի վերևում։ Այստեղ տեսնում եք փոքրիկ տղա։ Այսա Մենուան է, 3 նշանով, Մենուա։ Իր գլխավերևում ուղղահայաց գրված։ Եվ նրա ուսուցիչն է, դպիրը։ Տեսեք ձեռքին կա սալիկ։ Ընդհանրապես գիտեք, հատուկ պաշտոն կար թագավորություններում, օրինակ Արշակունյաց ժամանակ հայր մարդպետ է կոչվում, չէ՞, որը զբաղվում է արքայազնի դաստիարակությամբ եւ թագավորական տարածքների նաեւ վերակացությամբ։ Մենք ունենք ուրեմն մոտ 300 նշան, որից 20%-ը մոտ 60-ը վերծանված է։ Թվանշանները, տեսեք, թվանշանները կետային են։ Այ հին արևելքում, ամբողջ հին արևելքում գծիկներով կամ սեպանշաններով են գրում թվերը, միայն մեր մոտ է, որ կետերով եւ շրջանակներով։ Սա նաև հայաստանյան առանձնահատկություն է։ Վանի թագավորությունից հետո մեր դպրության պատմության մեջ մենք տեսնում ենք շատ հետաքրքիր այսպես փոփոխություն տեղի ունեցավ։ Քանի որ մեհենագրությունը բավականին բարդ համակարգ էր, մոտ 300 նշան։ Թագավորական իշխանությունը որոշեց վերցնել ավելի քիչ նշաններով պրակտիկ գրահամակարգ եւ որոշեցին վերցնել օտար գրահամակարգերը։ Գիտեք անշուշտ, որ մեր թագավորությունների ժամանակ, Երվանդուկների, Արտաշեսյանների, Աշակունների ժամանակ Հայաստանում ամենաշատը օգտագործվել է հունական այբուբենը, այնուհետև արամեական այբուբենը։ Քրմությունը հրաժարվեց օտար գրային համակարգերը օգտագործելուց։ Ինչի համար? Որովհետև Եգիպտոսում էլ նույն բանը եղավ։ Հելենիստական շրջանում Եգիպտոսում ստեղծեցին նոր գրային համակարգ 24 տարանոց, բայց եգիպտական գրները հրաժարվում էին, ասում էին ավելի լավ է գրենք 1000 նշանից բաղկացած դժվար համակարգով, բայց որը Աստված է ստեղծել, որտեղ իրենք հավատում էին, որ հին գրերը ստեղծել են աստվածները, քան թե մարդու ստեղծած հեշտ 24 տարանոց համակարգով։ Եվ այդպիսի մի երևույթ մենք տեսնում ենք Հայաստանում տեղ ունեցավ։ Մեր քրմությունը չի ընդունում օտար գրային համակարգերը, չնայած թագավորական իշխանությունը վերցնում են պրակտիկ նկատառումներով հունական եւ արամեական գրահամակարգերը։ Եվ մենք տեսնում ենք, որ մեր գրերը, հին գրերը սահմանափակվեցին մերյաններով։ Տեսեք, պատահական չի, հայերենում մեհենագիր են ասում։ Մենք հիրոգլիֆ բառը, գիտեք անշուն, հունարենով նշանակում է հիերոս սրբազան, գլիֆրոս գիր։ Սրբազան գիրը մեր մոտ փոխարինում է մեհենական գրով։ Մեհյան բառը փաստորեն սրբազան իմաստն է նաև այստեղ
իմաստին է փոխարինում։ Եվ մենք տեսնում ենք, որ միայն մեդիաներով մինչև 301 թվականը մեդիաներում է օգտագործվում։ Երբ որ 301 թվականին արգելվեց քրիստոնեության կողմից, նոր պետական կրոնի կողմից, մեր մեհենագրերը արգելվեցին, իսկ ընդհանրապես ամեն մի արգելված բան ավելի այսպես մոգական, միստիկական, կախարդական է սկսում համարվել եւ դրանց սկսեցին օգտագործվել որպես հմայական մոգական նշաններ։ Եվ մենք միջնադարյան այդ նշաններում տեսնում ենք բավականին շատ ցանկեր կան, հմայագրերի ցանկեր, ողքը բացատրագրերը գաղափարանշաններ եւ մաշտոցյան հայերենով կան բացատրագրերը, թե որը ինչ է նշանակում։ Շատ հետաքրքիր է, որ այս հմայագրերը, որոնք տարբեր ձեռագրերում պահպանվել են, բայց սրանք դեռևս վերծանված չեն։ Նույնիսկ հետաքրքիր է, որ ժողովրդի մեջ պահպանվել են նախաքրիստոնեական հավատքի կրողները Հայաստանում բավական երկար, մինչև 20-րդ դար արևմտյան Հայաստանում որոշ տեղեր պահպանվել են։ Եվ նույնիսկ դաջվածների տեսքով, տեսեք, այստեղ ձեռքեր են դաջվածներով, դեմքի վրա դաջված նշաններ են, ժողովրդի մեջ շարունակում է հեքանոսական սովորույթները շարունակում էին մնալ։ Ամբողջ ժողովրդի մեջ էլ կա, գիտեք, այսօր մեր ժողովրդի մեջ, ասենք, աստղիկ 58 տոներ չէ շարունակում նշել, որը վարդավառն է։ Ասենք, մատաղանում են, որը, գիտեք, էլի նախաքրիստոնեական ծես է, ոչ մի ուրիշ քրիստոնյա եկեղեցի նման բան չունի։ Սա Արամազդի պաշտամունքային կենտրոնից է, Դարանաղյա Ծանի ամրոցից պահպանված մի հատված է, եւ միջնադարում հետաքրքիր է, որ մեհենագրերը սկսում են օգտագործել որպես համառոտագրության նշաններ։ Տեսեք, այստեղ օրինակ, ասենք, լյարն, դիմացը նշաններ, լուսին, սրանք համառոտագրության, ասենք, գրելու որ չգրեն Լ, U, S, I, N, մի հատ լուսին գաղափարագիր է, կարում անցնում են։ Եվ հին հայկական մեհենագրերը, նախաքրիստոնեական գրերը, միջնադարում, երբ որ արդեն քրիստոնեությունը դեռ հաստատվել է եւ հեքանոսության վերադարձի վտանգը չկար, 12-13-րդ դարերից մենք տեսնում ենք նորից ձեռագրերում հայտնվում են այս նշանները եւ կոչվում են նշանագիր իմաստնոց, իմաստների նշանագրեր, գաղափարագրեր եւ հետաքրքիր է, որ դրանց մեջ մենք երբեմն տեսնում ենք բացատրագրեր կան, այսպիսի բացատրագրեր, նշանագիր իմաստնոց եւ ներքևում բացատրությունը, որ սրանք են այն գրերը, որով գրել են մեր նախնիկ Սուրբ Մաշտոցից առաջ։ Բնականաբար, եթե բանասեր եք վերում ենք համարության Հայրապետյանի օրերում է դա կապված եմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը եւ ես պատիվ ունենք Նիկոլ Փաշինյանին ճանաչում ենք, այո, ազգային ժողովի պատգամավոր, բայց դրանքում ես ու բացի եմ, որ լավ իմեյլներ ենք բոլորը սիրել, ես Նիկոլը պատիվ ունենք նաև Տիգրան Հայրապետյանի իմեյլները լինելու, ծանոթ լինելու, դրան դեպքում, Տիգրանը կրծել անգամ, և կարող եք մի քանի րոպե Այդ ուզում հարցերը թե վերջում։ Վերջը որ նայ հիմա։ Հասա, որ մնքով։ Ոսի որ դուք ասացիք, որ նույն օրինակ գրումանությունը կողքել նշանը չէ դերում, բայց նույն է գրափարում ապակի նկարի տեղը շատ կրճատվում է, չէ։ Հա, տեսեք, տարբերությունը որն է։ Ուրեմն գրաբարում եղածը դրան մաշտության հայերենով է։ Օրինակ, ՍՀ վերևում պատվո նշան, չէ, Սուրբ, ԵՍ, ՔՍ վերևում պատվո Հիսուս Քրիստոս։ Սրանք մաշտության տարրեր են։ Իսկ որոնց մասին ես որ ասում եմ, սրանք նախամաշտության մեհենագրերն են։ Երբ որ այլևս այդ վտանգը չկար, որ հեքանոսությունը նորից կվերադառնա 12-13-րդ դարերից մեր մատյաններում, մաշտոցատար մատյաններում կան այսպիսի ցանկեր եւ կան ցանկեր, որ ոչ թե տեքստում է գրված, այլ այսպես է գրված, նշանը դիմացը բացատրություն։ Նշանակել իմաստոց եւ ունեն հետաքրքիր է բացատրել, որ սրանք են այն գրերը, որոնցով մեր նախնիկ գրել են Սուրբ Մեսրոպից առաջ։ Բայց քանի որ մեր նախնիների գրերն են, դրանց մեջ իրենք ոչ մի վատ բան չէին տեսնում, իրենք սկսեցին օգտագործել համառոտագրության նպատակով։ Եվ այն ինչ որ դուք տեսաք, փաստորեն տեսեք, մենք ունենք երրորդ հազարամյակի սկզբից գաղափարագրեր, որոնք զարգանում են, բանի թագավորության շրջանում ունենք հիերոգլիֆիկ համակարգ եւ գալիս են մինչեւ 301 թվական։ Սա մեկն է, այն առաջին խումբը։ Սրան զուգահեռ նախամաշտության Հայաստանից մենք ունենք 7 գրային համակարգ։
որոնք հայկական մեհենակությանը զուգահեռ օգտագործել են մեր նախնիները։ Ճիշտ այնպես նորից կրկնում եմ, ոնց որ մենք այսօր մաշտոցյան հայերենին զուգահեռ օգտագործում ենք անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն։ 7 գրային համակարգ կա։ Ամենահինը խեթալոգիական հիերոգլիֆիկ համակարգ է։ Սա Քրիստոսից առաջ 15-ից 8-րդ դարերում է օգտագործվել Փոքր Ասիայի տարածքում։ Խեթերը մեծ ազգակի ժողովուրդ է, հնդեվրոպական ժողովուրդ այսօր չկա։ Իրենց արևելյան հատվածը ծուլվեց մեր մեջ, փոքր հայքի տարածքում արևմտյան հատվածը հույների մեջ, երկու հնդեվրոպական ժողովուրդների մեջ ծուլվեց։ Հետաքրքիր իրեն եւ Սեպագիր ունեն։ Այսինքն կան, բայց մեր մեջ։ Մեր մեջ կան, հա։ Նշան Մարտիրոսյանը մեր լավագույն խեթագետներից, որը Հրոզնու աշակերտն է, խեթագիտության հայ, ինքը փոքր հայքից է, արմատանից է։ Պրագայի համալսարանում 15 թվականի որբերից, ինչը հետաքրքիր է, ուշերը գրում է, ասում է, երբ որ Հրոզնին կարդում էր խեթերենը, ես անընդհատ մեր հայրենի բարբառն եմ լսում։ Ինքը փոքր հայքից է, եւ տրամաբանական է, որ խեթերենի որոշակի, ասենք, բառաշերտի ազդեցություն։ Պիտի լեզվի մեջ մնար, չէ՞ Մեռած է 1915-ին Հրոզնին վերծանեց։ Բեդրի Հրոզնին չեխ նշանավոր գիտնական է։ Այլ մեր նշան Մարտիրոսյանը, որի մասին ասում եմ, ինքը Հրոզնու ուսանողն էր։ Եվ Պրագայի համալսարանում եւ մեր լավագույն սեփագրագետներից մեկն է, սփյուռքահայ, ու չկա, վաղուց մահացել է արդեն։ Այստեղ դուք տեսնում եք խեթալոգիական հիերոգլիֆիկ համակարգով երկու արձանագրություններ, երկուսն էլ Մալաթիայից են գտնվել։ Մենք ունենք Ծոփքի շրջանից բավական մեծ թվով արձանագրություններ, Երզնկա եւ մի հատ ունենք Արևելյան Հայաստանից։ Այս Գայիսոն է եւ Գայիսոնի գլխին երկու նշան է՝ տիրակալ եւ քաղաք։ Քաղաքի տիրակալ։ Շատ հետաքրքիր համակարգ է 500 նշանից բաղկացած, որից 70-ը գրվում էին որպես վանկեր եւ տարեր։ Մնացածը գրվում էին որպես բառեր։ Մյուս համակարգերը, որ մենք ունենք, ասորաբաբելական սեպագիրն է, որը ձեզ պետք է հայտնի լինի։ Առաջինը մենք ունենք Հայաստանում Տուշպա բանի հիմնադրման արձանագրությունները։ 6 արձանագրություն կա, 6-ից 1-ի լուսանկարն է սա, եւ երբ որ տեղական սեպագիրը ստեղծվեց Իշպույինի ժամանակ, դրանից հետո արդեն սեպագիրը օգտագործում էին ասորեստանյան միայն երկլեզու տեքստերում, որը թարգմանում էր։ Որ նշանները Մաշտոցյան այգիների, չէ, Մաշտոցյան այգիների ստեղծելու ժամանակ բնականաբար դրանք չէ, որովհետև դրանք իրենց տեսակով, որակով, ասենք առավել ևս խեթալոգիականը դա մերը չէ։ Եվ 8-րդ դարում Քրիստոսից առաջ արդեն չէր օգտագործվում, իսկ Մաշտոցը մեր թվարկության 5-րդ դար։ 1300 տարի արդեն չկա եղել։ Մաշտոցը ստեղծել է մեր այգիների տարերը ֆանտազիա, որտեղ ինչ բանից է օգտվել է։ Տեսեք, կլինի այս վերջում դրան հնարադառնանք։ Հիմա տեսեք ուրիշ ինչ գրային համակարգեր կա, հա, փորձեք ինքներդ էլ զուգահեռներ տեսնել։ Սեպագիրը, շատ կուզենայի այս սեպագիրի ուշադրություն դարձնենք։ Այս սա ձեզ պիտի հայտնի լինի, սա Էրեբունի Երևանի հիմնադրման արձանագրությունն է։ Սեպագիրը ինքը մեր սեպագիրը բավականին կատարելագործված է։ Ասորեստանյան սեպագիրը 600 նշան էր, մերոնք կատարելագործեցին, թողեցին 180 նշան։ Բացի դրանից, ես կուզենայի այստեղ տեսնեք թվերի համակարգը ոնց է, հետո մենք Մաշտոցյան այգիներին կանդրադառնանք։ Նայեք, կարող էին գրել կես, մեկը կիսած։ 1, 2, 3 այստեղ թվային համակարգը 10-ական սիստեմ էր, հետո 10, ասենք 11 գրելու համար, մի հատ 10-յակի նշան, մի հատ 1, 12 գրելու համար, 10-յակի նշան 2 Այսպես, գալիս է 1000-ը, 1000-ի նշանը, եւ տեսեք, ես այստեղ վերջում բերել եմ միլիոն։ Երբ որ իրար կողքի դնում ես 2000-ը, չէ՞, դառնում է միլիոն։ Մի հատ էլ ես դնում, դառնում է միլիարդ։ Այսպես, անսահմանություն։ Այսինքն Ուրարտուի սեպագրով, Վանի թագավորության սեպագրով, կարելի է գրել 0.5-ից մինչև անսահմանություն։ Ինքը բավականին հետաքրքիր համակարգ է։ Մյուս համակարգերը սա ձեզ պետք է տեսքից ծանոթ լինի հունական գիրն է, որը նախամաշտոցյան Հայաստանում ամենաշատ տարածումն է ունեցել։ Սրանք ձեզ Գառնիի արձանագրությունը ձեր դասագրքերից պետք է ծանոթ լինի, Բաքուր արքայի երկու արձանագրությունները, մեզ ասել Տիգրան Մեծի դրանները, Արտավազդի դրանները հունարենով եւ Տիգրանակերտի արձանագրությունն է սա, 3-4 դարերի սահմանադրություն։
Ուրեմն տեսեք, հունարենը եւ նախաքրիստոնեական Հայաստանում շատ տարածված է, եւ քրիստոնեական։ Գիտեք, որ 301-ից մինչեւ 405 թիվը Հայաստանում քրիստոնեությունը քարոզվել է հունարեն եւ ասորերեն, այսինքն հունարենը դառնում է քրիստոնեության քարոզության երկու գլխավոր լեզուներից մեկը։ Սա արամեական այգուբերն է, որը կիրառվել է, այս գրանշաններին ուշադրություն դարձեք, իրենք բավականին հետաքրքիր են տեսքով։ Այսօր կան գիտնականներ, որոնք գտնում են մասամբ նաև այս հարցին, որ Մաշտոցը կամ հունական այգուբերից է մի շարք նշաններ վերցրել, վերանշակել, կամ արամեական։ Բայց սրանք այս գիտնականների կարծիքներն են միայն։ Արամեական այգուբենը ի տարբերություն հունականի, տեսեք, հունական այգուբենը 24 տարանոց եւ ձայնավոր ուներ եւ մերի նման է գրվում, ձախից աջ։ Արամեականը ձայնավոր չուներ, գրվում էր աչից ձախ։ Եվ գիտեք ոնց է, ասենք, ձայնավորները չէին գրվում, բաղաձայներով էին գրվում եւ կարդացողը ինքը մտովի էր վերականգնում։ Պատկերացեք, հիմա ամեն մեկը մի պահ պատկերացեք ձեր անունը ձեր դիմաց գրված, առանց ձայնավորների։ Այ արամեականը այդպես է։ Բաղաձայները մենակ գրած, բաղաձայները երբ որ դեպիրը կարդում է, ինքը մտովի վերականգնում էր ձայնավորները։ Լավ։ Օրինակ իմանալը մի քանա գրվում է մոքիել, բայց ինչ որ մոքայելա, մաքայելա։ Տեսեք, սա հիմա օրինակ այսօր մեզ համար դա դժվարություն է ներկայացնում։ Մերած ճիշտ հարց է կային, տեսեք, մերած լեզուների համար այսօր մեզ համար սա շատ դժվար է։ Բայց այդ ժողովուրդները ոչ չգիտեին, որ իրենց լեզուն մի օր մեռնելու է։ Իրենք դնում էին որպես խոսակցական լեզու։ Հիմա եթե ասենք դուք տեսնում եք, չէ, ասենք հենց ՄԿ, չէ, բնականաբար գիտես, որ սա Միքայել անունն է։ Հայերեն ես գրում, քեզ համար սա դժվար չի։ Հետագայում, եթե Աստված չանի 1000 տարի հետո հայերենով էլ խոսող չլինի, մեկ ուրիշ ասենք անգլիախոս մեկ ուզենա վերականգնել, նրա համար դժվար կլինի։ Որովհետև անգլերենում Միքայել չի հնչում, այլ ասենք Մայքլ է հնչում, չէ՞։ Կամ ասենք ռուսի համար ասենք Միխայիլ դա պետք է լինի, ոչ թե Միքայել պետք է լինի։ Այնպես որ ամեն ժողովուրդ իր լեզվով է գրում։ Եվ բնականաբար հին աշխարհի դեպիները ոչ էին մտածում իրենց ժողովուրդը մի օր վերանալու։ Սա իրենց գրության սկզբունքն է։ Սրանցից բացի նաև պարսկերեն եւ ասորերեն գրեր են օգտագործել նախամաշտության Հայաստանում, բայց երեխեք ջան, ոչ մի հատ արձանագրություն չի գտնվել։ Ոչ պարսկերենով, ոչ ասորերենով։ Դրա համար ես ձեզ ցույց տալու բան այստեղ չունեմ։ Արամեականը տեսակ ինչքան կա, հունականը ավելի շատ կա։ Արամեականից պահպանվել է, բայց պարսկականը չի, որտեղ պարսկականը դեռ դժվար է ասել, ես հիմա տեսեք, ես ուղղակի ասում եմ փաստը։ Հիմա ես ձեզ բերեմ մի հատ ուրիշ փաստ։ Գիտենք, որ ավարելի ճակատամարտի ժամանակ զոհվեցին միայն նախարարական տների 1036 ներկայացուցիչ։ Եղիշեն ասում է բոլորին շիրիններին քարերի վրա կոթողներ էին կանգնեցրել եւ նրանց անունները գրված էին։ Նայեք 1000-ից ավելի կային, մի հատը չի հասել։ Դա 451 թիվն է, դա մարտության շրջանը։ Կարելի է տարբեր ենթադրություններ անել, ասենք պարսկական կառավարությունը հատուկ նպատակաուղղված ոչնչացրել է, բայց դա 1000-ից ավելի կար, մի հատը գոնե մի ձևով չի փրկվել։ Դժվար է ասել։ Մի բան հստակ է, մենք այսօր ասորական եւ պարսկական չունենք, բայց ունենք մատենագրական տեղեկություններ, որ այդ գրերը օգտագործվել են։ Ասորերենը 301-ից մինչև 405-ը եղել է քրիստոնեության կառուցության երկրորդ լեզուն, իսկ պարսկերենը հիշում եք 387-ին, երբ որ Հայաստանը բաժանվեց երկու մասի, արևելյան մեծ մասի պաշտոնական լեզուն է պարսկական տիրապետության շրջանում։ Սրանք Հայաստանից գտնված արձանագրություններ են, որոնք մեր նախնիները չեն թողել, բայց կարևոր են մեզ համար, որովհետև պատմական աղբյուրներ են։ Դուք հիշում եք ձեր գրքերում անցել եք Արմանի Եմբի մասին։ Արմենիա անունը առաջին անգամ հիշատակվում է Արմանի ձևով եւ հիշատակվում է Աքադի թագավորի կողմից։ Սա Նարամ Սուենի կոթողն է, Քրիստոսից առաջ 23-րդ դարում թողնված։ Մենք ունենք հին ասուրական գրության, եգիպտական հիերոգլիֆներով կնիքներ, ասուրեստանյան կնիքներ, բաբելոնյան, բավականին մեծ թվով բաներ են հայտնաբերվել, սեպագիր, հիերոգլիֆ, այս ամենամեծ սեպագիրն է, եռալեզու սեպագիր արձանագրություն։ Իդեպ միակն է Հայաստանից, Փաքեմենյան սեպագիր, նայեք, տեսնում եք 3 սյունյակներ են։ Հիշում եք դուք անցել եք Բեհիսունյան արձանագրության մասին, եռալեզու, որտեղ Հայաստանը ֆարսկերեն բաժնում կոչվում է Արմինա, էլամերենում Արմինույա, բաբելերենում Ուրար։
Այս այդպիսի մի արձանագրություն է, սա Վանի ժայռի վրա է գտնվում։ Այսօր էլ պահպանված է Վանի ժայռի վրա։ Էլամերեն արձանագրություններ, սա Հայաստանից գտնված ամենամեծ ժամանակին գրում էին խորհրդային միության տարածքի ամենամեծ արձանագրությունն է։ Ինքը այս արձանագրությունը այսօր մեր թանգարանում է, պատմության թանգարանում հավաքված է, դուք եթե նայեք այս ձեր սեղանների բարձրության եւ այս պատի համարյա երկարության մեծ արձանագրություն է Տրայանոս Կայսեր արշավանքի որպես հիշատակություն մնացած։ Այս արձանագրությունը ձեզ դավերևում է։ Գլադիատոր ֆիլմը հիշում եք երևի։ Այդ գլադիատոր ֆիլմում Մարկոս Ավրելիոս Կայսրը, որին սպանեց իր որդին Կոմոդոսը, ռուսերենում Կոմոդ է ասվում, այդ փոստվերջավորությունը չեն ասում։ Ֆիլմում դե շատ արագ է, այնպես է ոնց որ մի քանի ամիս է իշխել։ Իրականում եղել Կոմոդոսը իշխել է 12 տարի։ Եվ երբ որ ինքը սպանվեց, որպես անարժան կայսրի, Հռոմեական սենատը որոշում կայացրեց իր անունը ջնջել բոլոր տեղերից։ Հիմա նայեք, սա իր ժամանակվա արձանագրությունն է Հայաստանից 185 թվականին, իր մահվանից հետո ամբողջ արձանագրությունը շատ լավ պահպանվել է, մենակ երկրորդ տողում այս հատվածը տեսեք ջնջված է։ Կոմոդոս անունը ջնջված է։ Մնացած ամեն ինչը, տիպոսաշարը, ամեն ինչ կա։ Բավական հետաքրքիր է նաև Հայաստանի բայց եթե տիպոսաշարը կա, ինչը ամենը չուների մասը որն է։ Հիմա տեսեք, որտեղ տիպոսաշարը եւ Մարկոս Ավրելիոսն էլ է տիպոսաշարը գրում։ Եվ իրենից առաջ եւ իրենից հետո։ Ոնց որ ասենք տեսեք, հայոց թագավորները, չէ՞, ասենք Ուրարտուի թագավոր մեծ, թագավոր հզոր, թագավորների թագավոր տիեզերքի, չէ՞։ 4-5 թագավոր այդ տիպոսը կարող եք գրել։ Բայց եթե անունը չկա, բայց փոխարենը այստեղ ներքևում կա թվականը։ 185 թվական։ Իսկ մենք գիտենք, որ սա հենց Կոմոդոսի թագավորն է։ Եթե ուզում ես մի բան ջնջել պատմության մեջից, բառացի են արել։ Տեսեք, այդ նշանակում է, որ 193 թվին հռոմեական 15-րդ լեգիոնը, ապոլոնյան 15-րդ լեգիոնը դեռևս Հայաստանում է գտնվում։ Իրենք հրամանը ստացել են սենատից, որ ջնջել բոլոր տեղերից Կոմոդոսի անունը։ Զինվորական է, երկար բարակ չի մտածել։ Գնացել տեսել է, գրած է Կոմոդոս, դրել են բանով զուբիլու ջարդել, հանել են անունը։ Մնացած արձանագրությունը մնացել է։ Դրա համար կարծում ես Իմպերատոր Կայսեր այստեղ աստվածային եւ այլն գալիս է, Կայսեր անունը չկա։ Բավական հետաքրքիր բաներից մեկն է։ Ուրեմն մենք ունենք 4-րդ խումբը առանցվածային արձանագրություններ։ Հայաստանում ունենք մենք սեպագիր արձանագրությունների մի տեսակ, որ մենակ Հայաստանում կա։ 3 հատ է գտնվել, սա կարմիր վերդից, այս լուսանկարն է, սա գծանկարը։ Մեկը Նախիջևանի հատվածից է, եւ սա մոտավորապես նշանացանկ է։ Տեսեք, մի հատ ուղղահայաց, հետո 2 ուղղահայաց ներքևից հորիզոնականով միացված, 3 ուղղահայաց ներքևից միացված, հետո սեպագիրը սեպը գլխի վրա, նորից ուղղահայաց վերևից սեպը, 2 ուղղահայաց այսպես։ Հետաքրքիր, հա, նման, հռոմեականներին նման, բայց ի՞նչն է հետաքրքիր, սա Կիկլոպյան ամրոցի շարվածքի մեջ է։ Կիկլոպյան ամրոցները դուք գիտեք, նախաուրարտական շրջանից են։ Այսինքն 3-2 հազարամյակներին։ Ասենք, բանես հատում։ Դուք քանի անգամ նշեցիք հայկական սեպագրեր, որը մենակ Հայաստանում է գտնվել, բայց մի հատ այստեղ հարց է առաջանում։ Ինչի այդ ժամանակ, երբ որ գրվել են հայկական սեպագրերը, Հայաստանի տարածքը էլի այսքան է, որ մենակ այստեղ է գտնվել։ Չէ, բայց մենակ հայերն են օգտագործել, միայն Հայաստանի տարածքում են օգտագործել։ Բայց այն ժամանակ որ տարածքը այսքան չէ։ Ես չասեցի Հայաստանի Հանրապետության տարածքից, ես ասել պատմական Հայաստան։ Հիմա ինչ որ ասում են պատմական Հայաստան։ Իսկ որ ասում չէ շատ քիչ է եղել այս սեպագրերը, ասենք այդքան քիչ ժամանակ հայերը որպես ազգ են եղել, ու ինչ ոնց կարող եք հավաստիացնել, որ ասենք հիմա այս տարածքում է գտնվում ասենք այս սեպագրերը, այս ժամանակին են հայերը այս տարածքում ապրել։ Ուրեմն տեսեք, հայերի այս տարածք ասած հայկական ձեռնաշխարհում բնիկության մասին մենք շատ հստակ փաստեր ունենք։ Ուրեմն եւ լեզվաբանորեն, եւ գենետիկորեն, եւ գրավոր աղբյուրներում։ Դուք պետք է անցած լինեք եւ 6-րդ դասանի գրքում եւ 10-րդ դասանի գրքում, որ հայերի եւ Հայաստանի մասին առաջին գրավոր հիշատակությունները շումերական աղբյուրներում վերաբերում են Արարատ երկրին, որը Արարատ անվան նախաձեռն է 28-27-րդ դարում։ Այնուհետև հայա ձևով մեր
եւ երկրի անունը եւ Աստծո անունը եւ ժողովրդի անունը 26-րդ դարից եւ 24-23-րդ դարից մենք ունենք Արմենիա անվան հնագույն ձևը Արմանի։ Այսինքն տեսեք 28-ից 23-րդ դարերի ընթացքում հայերը եւ Հայաստանը իրենց հիմնական 3 անուններով հիշում են։ Հայ, Արմեն եւ Արարատ։ Բայց ո՞ս է փոշն վարշավի 3 անունները տեսեք, հայ անունով աշխարհում ուրիշ ոչ մի ժողովուրդ չի կոչվում եւ տեսեք, ուրեմն երբ որ դարերով իրար հետևից, օրինակ, եթե Հայաստանի տարածքում, ասենք, 18-րդ դարում հիշատակվում են հայերը Երևանի տարածքում, հայ անունով, եւ այսօր հիշատակվում եք դուք, հայ անունով, այդ դուք եք թե դուք չեք։ 18-րդ դարին է ձեր նախնիներն են թե չէ։ Դե բայց ես կարող եմ իստեղ ինչ-որ բան գտնել, ինչ-որ մի ալբոմ գտնել ինչ-որ ցավի, ասել եք հայերն են, հիմա սկսել ես դες կոչել։ Չէ, հիմա տեսեք, աշխարհում այսօր դուք պետք է իմանաք, աշխարհում հայերին մենք մենակ մեզ ենք մեզ հայ կոչվում, վրացիները մեզ կոչում են սոմեխի, մնացած ամբողջ աշխարհը մեզ Արմեն անունով է տանում։ Արմեն եւ Արմեն անվան տարբերակներ են։ Տարբեր մեկաբանություններ կան։ Հիմա տեսեք, եթե աշխարհում ուրիշ Արմեն ժողովուրդ չկա, եթե մենակ մեկ ենք, մի անուն չի, նայեք, եթե մենակ Արմենը լիներ, չէ, ասենք դա պատահական կարող է լինել, բայց երբ որ ասենք մեզ ճանաչում են 3 անունով, 3 անուններ դարերով այսեն զուգահեռ գալիս են, ուրեմն այս նույն ժողովուրդն է։ Հիմա ասենք, տեսեք, մի քիչ տարբեր բան է, բայց օրինակ ամեն մեկը հիմա 3 անուն եք գրում, ազգանուն, անուն, հայրանուն, ճիշտ է։ Հիմա բնականաբար ասենք, եթե կոնկրետ եւ ասենք դասարան։ Հիմա ձեր տվյալները նայում են, առաջի A դասարանում դուք եղել եք, ասենք, անուն, ազգանուն, հայրանուն, չէ՞։ Մի 3 տարի հետո նայում ենք 4-րդ A դասարանում նորից ձեր անուն, ազգանունը եւ հետո նայում ենք 6 տարի հետո 10-րդ դասարանում նույն անուն, ազգանունը, այդ դուք եք թե դուք չեք։ Եթե մենակ անունը լինի, հա, դեք ասենք օրինակ Նարինը, դե Նարինի անունով այնքան չկա, չէ՞, մենակ ազգանունը լինի, ասենք Կարապետյան ինչքան, բայց երբ որ այսինչ A դասարանում, այսինչ անուն, ազգանուն, հայրանուն եւ տարիներն են համընկնում են, այստեղ ինչ տարբերակ չի կարող։ Այդ մեր մոտ այսպես դարերով մենակ 28-րդ դարում չի նայեք, 28, 27, 26, 24, 23, այդպես, հետո գալի շարունակում է։ Ես ասեցի ձեզ ամենահին հիշատակություններ, բայց դրանից հետո անընդհատ հայությունը մինչև այսօր հիշատակվում է այս տարածքում, որը իրեր 10-րդ դարում, երբ որ եվրոպացի գիտնականները այս մեր լեռնաշխարհը կոչեցին հայկական լեռնաշխարհ, երեխեք ջան, չմտածեք թե հայերեն է այդպես կոչել։ Հայկական լեռնաշխարհ տերմինը տվել են եվրոպացի գիտնականները, որովհետև միակ ժողովուրդը պատմության ընթացքում, որը ստեղծվել է եւ իր պատմական ամբողջ ուղին անցել է այս լեռնաշխարհում, դա հայ ժողովուրդն է, եւ դրա համար է հայ ժողովրդի անունով եվրոպացի գիտնականները կոչեցին այս տարածքը հենց հայկական լեռնաշխարհ։ Եվ նույնատեն առողջվածային գրահամակարգ, որ շատ զարմանալի է, նա տեսնում եք մարդը կանգնած այս նշանի կողքը։ Սրանք առողջվածային հսկայական նշաններ անուն են գրում գիտության մեջ, իրենք շատ մեծ են նշանները եւ տեղը ասենք փորվածքը նշանի, լայնությունը 6-ից 30 սանտիմետր է, խորությունը 4-ից 30 սանտիմետր։ Ամենափոքր նշանը 70 սանտիմետր է, ամենամեծերը 3 մետր։ Տեղ կա, որ այս ծերին կանգնես, հենց էլի չես տեսնում։ Չէ, սա 20 հնավայրում կա, Հայաստանի Հանրապետության տարածքում կա Մեծամոռում եւ Հոռոմում, Գյումրիի կողքով։ 15 հնավայր կա Արևմտյան Հայաստանում, 3 հնավայր կա Պարսկահայքում։ Ընդհանուր առմամբ 20 հնավայրից։ Եվ ես այս հատուկ ինչի եմ արել, որ մարդը կողքը պարզ լինի, մինչև հիմա առողջվածային ես։ Ասենք գիրը այնպիսի մի բան է, որ պիտի նայես տեսադաշտումը տեսնես կարդաս։ Բայց եթե դու այս ծերին կանում ես, հենց էլի չես տեսնում, բա ինչի համար։ Արդյոք սա մի տեսակ ուղերձներ են, գաղափարակի ուղերձներ վերևից նայողի համար, ասենք ուղերձ առ Աստված, հա։ Մինչև այսօր դա մնում է առողջվածային։ Իսկ այս գրերը անվանում են առողջվածային, չէ՞։ Չի ուսումնասիրել, օրինակ որ 20 տարածքում չի գտնվել, այդ 20 տարածքից մեկում օրինակ եղել է սրբավայրը։ Բոլոր տեղերում եղել է սրբավայրը։ Իսկ այդ ինչ-որ ուրիշ բան չի ասում։ Դե ասում եմ։ Առողջվածային։ Այն որ սա պաշտամունքային պիտի լինի։ Բայց վերել լեռներ ընկել է, չէ՞։
Չէ, սրանք ժայռերի վրա են եւ կորված են ժայռերի մեջ։ Ոնց է պատկերացնում այս հսկայական բաները եւ կամ որ ասենք ամբողջությամբ մեծ ժայռերի մեջ կորվածքներ են։ Վերևում չէ կարող։ Ուղղակի որ կասի որ վերևից նայում համար բարձր լինի դրա։ Վերևից հիմա տեսեք, մեզանում ընդհանրապես բան կա։ Այն հարցերը, որ գիտությամբ փորձում են լուծել, չեն կարողանում լուծել, շատ սիրած թեմատիկա կա։ Ասում են այլմոլորակայիններն են եկել ապրել։ Հիմա ասենք այլմոլորակայինները, բայց մարդիկ էլ կարող են, չէ՞, ասենք եթե իրենք Աստծուն ուզում են դիմել ինչ-որ ուղերձով, չէ՞, կարող են, չէ՞ անել վերևից նայողի համար։ Բայց ամեն դեպքում մինչև այսօր ոչ մեկը վերցանված չի։ Մոտավոր 100-ից ավելի sense նշաններ կան։ 20 հնարայրերում, բայց ընդհանուրական 100-ից ավելի, մինչև այսօր առաջացած։ Մոտավոր դար է նշանները։ Շատ բարդ է ասել ինչի համար, որովհետև բոլոր տեղերում իրենք բաց ժայռեր են։ Ասենք եթե լիներ տեղումների ժամանակ փակ դանդարանը, դա հեշտ կարող է։ Հիմա տեսեք, սրանք զուգահեռ բացվել են եւ վաղ բրոնզե դարյան հուշարձաններ, վաղ բրոնզը 35-ից 24-րդ դարի Քրիստոսից առաջ եւ ուշ բրոնզ, միջին բրոնզ, Ուրարտուի բոլոր տեղերում կողքի ուրարտական հուշարձաններ կան։ Դրա համար օրինակ նա թուրք հեղինական ինքը մի հոդված է գրել, ասում են սրանք ուրարտուի ժամանակվա պետք է լինեն, որովհետեւ բոլոր տեղերում ուրարտական հուշարձանների կողքն են, բայց մոռանում են, որ այդ հուշարձանը, ասենք 4-րդ հազարամյակից բնակել է եւ դրանից հետո էլ է բնակել։ Չունեն Ինչ արտանագրություն սրա մասին։ Ոչ։ Որ դասը ես հրամայեցի սին սակել։ Չէ։ Որ լիներ այդ փրկություն կլիներ, պատասխանը կստանային մի անգամ։ Այդ ես կոնկրետ տեղերում են դրված այդ պատկերների տեղերը, թե մարդիկ յանցից տեղերը դրել։ Գիտեք, կոնկրետ տեղը մենակ գիտենք սա, բոլոր տեղերում իրենք պաշտամունքային վայրեր են, կողքը տաճարներ կան։ Այդքան է գիտենք, ավելի չգիտենք։ Մենակ Հայաստանում է։ Միայն Հայաստան։ Հայկական դեռնաշխարհի տարածքից դուրս աշխարհում էս բան չի։ Բայց ես մի բան նկատեցի, որ դու ասում եք, չէ, որ ինչ ժամանակներում նկարներ եղել, հետո արդեն որ դարերի տևական նկարներ դարձել են գծեր։ Այդ գծերը նման էին, օրինակ որոշել, որոշ մասը նման էին պարսկական արաբերեն նրանց գրերի։ Ինչ որ կապ ունի նրանց։ Չէ, տեսեք, նշանների եթե փորձեք արտաքին նմանությամբ, աշխարհի այնքան այգուբեններ կնմանեցնեք, այսօր էլ եթե դուք ուզենաք բան անել, մաշտոցյան այգուբենի մեջ է տարեր կան, որ ասենք, օրինակ Բ տառը, չէ, արաբական բազմաթիվ բաների կնմանացնեք։ Նմանությամբ երբեք պետք չի առաջնում։ Գիտության մեջ տեսեք, ընդհանրապես եզրակացություն անելու համար պետք է ունենալ համակարգային մոտեցում։ Մի բանը, երկու բանը, երեք բանը կարող է պատահական լինել։ Երբ որ դուք համակարգի մեջ նայում եք եւ համակարգ ամբողջը բռնում եք, այս դեպքում դու ճիշտ եք։ Այդ են վայրերի անուններն են, որտեղից դրանք գտնվել են։ Օրինակ սա Արտամետ, Արտամետը գիտեք, քանի մոտ է գտնվում։ Հայտնի Արևմտյան Հայաստանում Արտամետի խնձորը, չէ՞, բաներում Սրանք մեծամորի բաներն են, մեծամոր, Հայկաբերդը էլի Բանալիչից հարավ արևելք է գտնվում, Բագարիճը Արևմտյան Հայաստան, Ակրաբիդին էլի Արևմտյան Հայաստան։ Դե հենց այդ արդեն ուսումնասիրությունն է։ Ամենքը դուք ասում եք, որ հայը մենակ հայերն էին, որ թվերի փոխարեն միշտ ամենակ կլոր գացեց սրասման պատկերներով։ Հին արևելք։ Հա, հին արևելք կարող է այդ նույն թվանշաններին ուղղակի միշտ փոփոխված այդ նույն նպատակն ցույց։ Այդ ճիշտ եք ասում, նայեք, ասենք այս կլորը հասկացանք, բայց օրինակ այս տիպի նշանները ինչ պետք է լինեին։ Բավականին նշանը ապօրինության լավ, հիմա լավ է, որ փորձում եք լուծումներ գտնել։ Հիմա ինչ ասեք, օրինակ այդ թիվը քանդակում էին տաճարի կողքը ինչի համար։ Որ թվականի մնացել։ չէ, թվական չէ։ Սենց հսկա չափի, սովորական մի հատ արձանագրություն կթողնեին, ոնց որ բոլոր տեղերը։ Մենք չի կարող ասել։ Բայց չէ տարել գրում։ Պատառել։ Օրինակ Դե հիմա տեսեք, սա եզակի բանը հենց այդ է, մենք էլ չունենք այդ պատասխանը։ Կարող է։ Որտեղ դրա կողքը ուրիշ արձանագրություններ կան։ Արձանագրությունը սովորական, ասենք ի չափը պիտի ունենա,
որ ասենք տեսնողը իր տեսադաշտում տեսնի կարգը։ Իսկ կարող ենք բաներ առանձին վայրեր տարրեր են գրել, որ տարրերը մեծ չափով են արել, որ լավ տեսնեն երևո, այդ սա իրար է Մենք այս չափի տարրեր լավ Դա բոլոր իրար հետ միած արձանագրություն, հա? 20 մաս։ Կրկնվող նշաններ կան, կրկնվող Բայց նշաններ։ եթե բոլորը հայտնաբերվել են սեփական վայրերը, մենք նշանակում որ միայն դրան Իսրան հետ է կապված։ Ինչի հետ։ Իսրանի հետ է կապված։ Դե ասեցի պաշտամունքային է, հետ միայն հայտնաբերել եմ մասնագետի մտածեք այդ մասը։ Դուք ուզում եք տեսնել թանգարանին։ Հայաստանի Պետական թանգարան։ Գնացեք Երևանին, այնտեղ ոչ միայն կտեսնեք, նաև կշոշափեք արձանագրությունը։ Չէ, այն ինչ որ չի կարելի երեխեքան, տեսեք, ինչ որ չի կարելի ինքը դրված է ցուցաբերքի հետևում։ Ինչ որ կարելի է, էքարը ասենք դրանցի շոշափեցին, ինչ պիտի լինի։ Եթե այնպիսի բան է, որ չի կարելի, իրենք են զգուշացնում են, որ չի կարելի։ Չնայած պետք չի գնալ անպայման ձեր դար, բայց եթե շատ ուզեք։ Օրինակ, որ մի քանի անգամ որ նկար համախմբել ունեցել, այն մեջտեղ երկու նկարը, մեկ դա մասնակցել։ Լավ, մտածեք այս ուղղությամբ, հա, լավ է որ հետաքրքրվեցիք։ Ռոմանոսյան, Տեսեք, ես կներես դարձան, մի քանի բան կա, որ պարզ ասեցին, որ գիտությանը հայտնի չի։ Այսինքն, հիշում եք, ես միշտ ինչ էի ասում։ Ձեր դասագրքերի սխալներից մեկն է, որ դասագրքը կարծացող ու մտածում է, թե բոլոր հարցերի պատասխանները կան։ Հիմա դուք տեսնում եք, չէ, ինչքան հարցեր կան, որոնք պատասխան չունեն։ Ու որ հետաքրքիր է, թող դրանով զբաղվի։ տեսեք, սա պաշտամունքի մասին ենք ասում։ Հնագույն պաշտամունքային կոթողներից մեկն է։ Նայեք, մեջտեղում պատվանդանի վրա ցլի գլուխը, ցլի զոհաբերման տեսարան, թագավոր թագուհի իրենց երեխաների հետ եւ ներքևում երկու տողով արձանագրություն, որը նույնպես վերցանված չի։ Այնպես որ նախամաշտության Հայաստանում շատ չվերցանված բաներ են եւ եթե վաղը մյուս օր ձեզանից որևէ մեկ այդ վերցանությունից զբաղվի, մենք շատ ուրախ կլինենք։ Տեսեք, մաշտոցի հետ կապված մեկ-երկու բանի վրա կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել, անշուշտ դուք շատ լավ ծանոթ եք մաշտոցի, նրա գործունեության պատմությանը, սա նրա գործունեության աշխարհագրությունն է եւ Բյուզանդիա գնալը Վրաստան աղվան, ես կուզենայի թվային համակարգի վրա էլ ձեր ուշադրությունը հրավիրել, սա անշուշտ բոլորը գիտեք։ Մաշտոցյան այբուբենը 4 սյունյակի էր բաժանվում, հիմնական սյունյակներով, միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ։ Այսպես թվերով մենակ կարելի է գրել մինչև 9999, դրանից մի հատ ավելին դառնում է բյուր։ Չէ՞։ Հիմա ո՞նց են գրում բյուրը։ Երկու տարին է օրինակ Բյուրը։ Չէ, հիմա տեսեք, ոնց պետք է գրել, ասենք եթե ուզում ես գրել 888 պարզ է, P, Z, E, բայց եթե ասենք 10,000-ից ավելի, հիշեք, բյուրի նշան երեխեք, անկյունիկ էր տարի վրա գրվող, օրինակ, եթե ասենք, այստեղ հիմա կարելի չէ գրել, որ չկան, ասենք օրինակ, եթե գրում ես G, չի գրում վրա տախտել։ Լավ, հիմա տեսեք, գրած է G տարը, սա 3 է, չէ, եթե G-ի գլխին այսպես մի հատ անկյունիկ ես դնում, սա դառնում է 30,000, 3 անգամ 10,000։ 300,000, 300-ը դիեն է, չէ, 30-ի վրա, որտեղ 10,000։ Բայց եթե 300 միլիոն օրինակ։ Մի քիչ որ համբերեք, ամբողջը կասեն, հա։ Ուրեմն տեսեք, երեխեք, շարունակություն է։ Բյուրը ունեցանք, հիմա բյուր անգամ բյուր, 10,000 անգամ 10,000-ը, մեր մոտ, չէ, բյուրը դնում ես, այդ արդեն հերիք է։ Հիմա տեսեք, հաջորդը մեր մոտ տերմին կա հատում, բյուր անգամ բյուրը լինում է գում, հա, 10,000 անգամ 10,000, այսինքն, այս դեպքում մեկից հետո դառնում է 8-0, եթե բյուրը մեկից հետո 4-0 է, սա մեկից հետո 8-0, բայց սրանով էլ չեք սահմանափակվում, բյուրով նորից բազմապատիկ սիստեմը գալիս է, ինչ է լինում, տեսեք,
Գունդը, եթե միատեք բյուրով բազմապատկում ես, դառնում է ավագ գունդ։ Ավագ գունդը, եթե միատեք բազմապատկում ես բյուրով, դառնում է արքա գունդ։ Արքա գունդը մի անգամ էլ կարող ես բազմապատկել բյուրով, դառնում է կայսեր գունդ։ Այդ կայսեր գունդը գիտեք ինչ տիպ է, մեկից հետո 20 հատ զրո։ Որը պրակտիկորեն կիրառելի չէ, ինչ։ Այդտեղ կարծում եմ, որ թվերը վերջանում են ավելի։ Չէ, չէին վերջանում, տեսեք, անվանակոչված է այդքանը, դրանից հետո էլի կարող ես բյուրով բազմապատկել։ Ասենք բյուր անգամ կայսեր գունդ, այս կդառնար արդեն 24-ը, հա։ Եվ այդպես, նայեք, սեպագիրը հիշում եք, զորամբող չինգից մինչև անսահմանություն։ Մենք նույնում ենք մարդկության այգուբենի դեպքում, այսինքն այս թվային համակարգը մեզ տալիս է մինչև անսահմանություն հաշվարկի հնարավորություն։ Բայց ինչի է որ այգուբենը օգտագործել թվային աղեքով։ Այդ միայն պետք է ասենք թե այդ ժամանակներով ճակատամարտերի պատրաստների ժամանակ գաղտնազերծելու համար են, օրինակ չկարողան հակառակորդը գաղտնազերծի։ Ինչա՞ որ այդ օգտագործվել մեծ։ Հիմա տեսեք, սա զուտ պրակտիկ բան է։ Այսօր մենք ունենք մի հատ այգուբեն, կողքը մի հատ թվանշանային համակարգ, չէ՞։ Հիմա եթե դու այգուբենով կարող ես նաև թիվը հաշվել, ինչ ես կողքից մի հատ դրացիչ թվա համակարգ։ Այգուբենը տարերով ավելի դժվար է։ Այդ մենք սովոր չենք դրա համար, եթե մենք դպրոցում առաջի դասարանից սովորենք գրելու հետ թվերը, օրինակ Անանյան շիրակացու մաթեմատիկական աղյուսակները տեսել եք։ Այ պարոն Տիգրանյանին խնդրենք, որ առաջիկա դասերից մեկին լուսանկարներից բերի, շատ հետաքրքիր են իրենք։ Սենց աղյուսակներ է տրված, ասենք բազմապատման աղյուսակը։ Այսօր ոնց են, չէ՞ դիմացը այստեղ գրում են թվերի մի շարք, այնտեղ մի շարք բազմապատման։ Այդ նույնը դուք կտեսնեք տարերով։ Եվ բացարձակ դժվարություն չի է։ Ի վերջո Անանյան շիրակացի է, տիեզերագիտական հաշվարկների արել մարդկության այգուբենում։ Եվ հեչ դժվարության չէ, սա մարդկոցի այգուբենում է։ Հա, բայց այգուբենից թվերի վերածել Էլի մարդկոցի 5-րդ դարից կա ամբողջությամբ։ Ընդ որում 5-րդ դարում երեք ամբողջ համակարգը եւ այգուբենը եւ դպրոցի իր ամբողջ մանկավարժական համակարգով եւ թվային համակարգը եւ երաժշտական համակարգը Մաշտոցը եւ Սահակ Պարտևը միասին ամբողջ նաեւ հոգեվոր երաժշտական այդ ամբողջ համակարգը ստեղծեց։ Մի հատ ասեք։ Ճիշտ է որ փոքրատար չի եղել, միայն մեծատար է։ Չէ, մեծատարը մեր մոտ եղել է։ Վրացերենուն է որ տարբեր։ Ուրեմն եւ ով ավելացնում 11-րդ դարից նոր։ Տեսեք, օրինակ հունարենը ունի ֆն, մենք ֆն չունենք եւ ասենք ֆիլոսոֆիա բառը, մենք փիլիսոփայություն ենք փոխարինում։ Այսինքն ֆ հնչյունը v-ի եւ p-ի միջև այդ ֆ հնչյունը քանի որ պակասում է, որտիսի չփոխեին, մենք մերոնք ստեղծեցին մանավանդ որ հունական աշխարհի հետ կապը ավելի ու ավելի շատացավ։ On մենք այսպես թեմպես ունենք A-V երկնչյունը կարդացում է O։ Կլոր on ուղղակի տարի արժեքով մենք առանձին ունեցանք։ Օրինակ 5-րդ դարի տեքստերը որ նայում եք, O-ի փոխարեն միշտ A-V երկնչյուն է, A-ց գրված, բայց որը O-ց պիտի կարդա։ Այսինքն հնչյունը կա, երկնչյունի փոխարեն վերցվեց մեկ Եվը ինքը շաղկապ է, Եվը առանձին տար չի։ Այդ երկու տարի Եի և Յունի միացումն է շաղկապ։ Այսօր նույն ամբողջ աշխարհը գնում է դրա, նաև անգլերենում բանը կա, չէ՞։ Հա, նույն նշանն է, նայեք իրենք նոր են այդ արել, մեր մոտ դա 11-րդ դարում է արել։ Ինչի մարդ է, որ հայերը ունեցել են, չի ասեք, են գծա, ոչ թե գծապատկին էր, պատկերից տեկել են գծել է, հետո սեպագրել, ասեք, ինչի դրանք բոլորը միացան և հենց բնացին գայն օտարերգրյա այգուբեններ ու հայերի պետք է կա իրանց սեպական են, ինչի չպահպանվեց։ Տեսեք, մեհենագրությունը նախամարտության գրերը, թանատես իրենք 5 կրոնի մասն են կազմում։ Երբ որ եկավ նոր կրոնը քրիստոնեությունը, 5 կրոնը գիտեք, արգելվեց։ Արգելվեց ամբողջ համակարգը, իր գրային համակարգի հետ միասին։ Եվ տեսեք, ամբողջ 4-րդ դարը մեր մատենագիրները այդ մասինը գրում էին։ Աստվածաշունչը կար հունարենով եւ ասորերենով։ Եվ որպեսզի կարողան, բայց շատ քիչ էին այնքան լավ արտմանիչ դիտակները, որ միանգամից կարդային, ասենք, հունարեն կամ ասորերեն, եւ էքստերն, ասենք, միանգամից բանանային թարգմանային
սինխրոն թարգմանային ասենք ժողովրդի քարոզեն։ Դրա համար պետք է ստեղծել նոր գրային համակարգ։ Բայց իմաստը որ էր, եթե դու արգելում ես նրա լեզուն, որը իր մեջ ասենք այդ շատ բանվարից չի բարենակում, 5-ից, ոստե բանվարը այն 5-ից շատ բարից չի բարենակում, բայց այդ այդ պայմանությամբ քեզ շատ պետք է, դու 5 դար ունում ես առանց ոչ մի բան։ 5 դար չեն, համենը մի դարի մասին է խոսքը, 301-ից 405։ Մի դարից չէ։ Մի դար, տեսեք, հունարեն ասորեն են օգտագործել։ Նայ պատահական չի, մենք ինչ հիշում եք Մաշտոցի Սահակ Պարթևի պատմությունը, Կորյունը, օրենացին, Պարպեցին ինչ են ասում։ Երբ որ Մաշտոցը մտահոգ էր նորից վերականգնել հին հայկական գիրը, ուշադրություն դարձել եք երեխեք, անդադ ասում են տարերի գյուտ, չեն ասում տարերի ստեղծում որինում, այլ գյուտ, գյուտ գտնել բարի արմատն է, չէ։ Հիմա նայեք, երբ որ եկան Գարկյան, եթե պատասխանը չստանա, հարցը տվեք, դա։ Երբ որ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը մտան թագավորի մոտ, Վրամշակու արկայի մոտ, ասեցին, որ իրենք ելքը գտնում են հայագիր դպրություն ստեղծելու մեջ։ Վրամշակուն ասեց ասորիկում, ես որ այնտեղ էի, ասեցին Դանիել անունով ասորիկի եպիսկոպոսի մոտ պահպանվել են զվաղնջուցն դեպյալ հայոց նշանագրերը։ Վաղնջական, հա։ Մարդ ուղարկեցին վերեցին, տեսան, որ չի բավարարում, ըստ երևույթին, նրա մոտ պահպանվել էին այն հին, ես որ ցույց տվեցի, որ 2-300 նշանանոց համակարգեր։ 5 գրային համակարգերը, որոնք արդեն 5-րդ դարի սկզբին չէին բավարարում։ Դրա համար Մաշտոցը շարունակեց եւ ստեղծեց նոր արդեն Եթե գրերը կան այդ մարդու հետ, ինքը հայ չէ, հա։ Ինքը ասորի է։ Ասորի է, Բայց չէ կարող բաժանել։ Իչե չի կարող հայերգտնել այդ կամ ինքը չէ, ոչի չէ կարող։ Քրիստոնեությունը արգելել էր նախորդ կրոնը, իսկ նախորդ կրոնը հիշում եք Ագատան Գևոսի պատմության մեջ էսպես է ասում, որ որոշեցին գնալ Արտաշատում Անահիտ Դիցու բանը կործանել Մեդյանը եւ առաջինը կործանեցին ճանապարհին Տիր Աստծո տաճար։ Հին աշխարհում գիրը ինքը կրոնի մի հատվածն է եւ եթե ամբողջ կրոնը արգելել է, գիրը հետն է արգելված։ Համակարգչի գյուտը կամ ուրիշ բանի գյուտը, որ միջև է չէ։ Այո, այսօր մենք ասում ենք ավելի լայն իմաստով։ Օրինակ տեսեք երեխեք, բառերը իրենց կենսագրությունն են։ Օրինակ բառեր կան, որ կարող է ավելի դեղանալ կոնկրետ իմաստը, կարող է ավելի։ Օրինակ, ասենք, հավ բառը։ Հավ բառը։ Հավ։ Մենք այսօր մենակ ընտանիք ավելին ենք, չէ՞ ասում։ Բայց հին հայերենում հավ նշանակել է կանապես թռչուն։ Մենք հին հայերենից մնացել է մեր մոտ հավ հասկացությունը, չէ՞։ Հավ թռչունն է։ Հա, բայց տեսեք, այսօր մենք բոլոր թռչուններին հավ չենք ասում, մենք մենակ մի տեսակին ենք հավ ասում։ Հենե մի տեսակի կեսին ենք ասում։ Մյուս կեսը ակլորներ են, չէ՞։ Ակլոր և հավ։ Բայց հավը մնացել է, այսինքն բառը կարող է ինքը իմաստային առումով մեծանալ և փոքրանալ։ Օրինակ, աղան բառը։ Աղան բառը հին հայերենում նշանակում է ճշմարտությունից շեղված հավաք, սխալ հավաք։ Այսօր աղանդ եք ասում մենակ եկեղեցուց անջատված մի ուղղությանը, չէ՞, աղանդավորական շարժումն է։ Իսկ գրաբարում ավելի լայն իմաստ։ Այսինքն քրիստոնյաների համար աղանդը այդ իմաստն է, իսկ Լեգիամանի քրիստոնյաների մոտ եղել է ուրիշի, այսինքն եգիպտական պաշտամունքները, հա, աղան։ Տարբեր ընկալումներ են եղել։ Օրինակ հրեաները իրանցից բացի բոլորին հեթանոս էին ասում։ Գույները իրենցից բացի բոլորին բարբարոս էին ասում։ Տարբեր Եվ երեխեք ջան, մի բան է սա, ասեմ ու սրանով ավարտեմ։ Հիշեք, նախամաշտության դպրությունը շատ օգնել է մաշտության դպրությանը։ Ինչ առումով։ Եթե նախամաշտության մի քանի դարերի դպրությունը չլիներ, մաշտության ժամանակի հայերենը շատ խեղճ ու տրակ մի լեզու կլիներ։ Ընդհանրապես, եթե լեզուն գրավոր մշակման չի ենթարկվում, ասենք բարբառները, հա, ամենաշատ ունենում է 7-ից 8000 բառապաշար։ Գրաբարի բառապաշարը 80,000 անցնում է։ Եվ մեկը տեսեք մաշտոցի ձեռագրով ստեղծված մյուս երկու գրային համակարգերը։ Սա երեխեք վրացական այբուբենն է, մաշտոցի ստեղծած։ Սա էլ աղվանից այբուբենն է։ Մաշտոցը բայց ի՞նչ է վրացիների համար այբուբեն Վրացիները
այսօր վրացիներ, սա այսօրվա վրացական այգուբերն է, սա Մաշտոցի ստեղծածը։ Նույն հայը հիմա մուրը օրինակ երկրորդը բնա։ Ամբողջը Մաշտոցի ձեռագիրն է։ Ամբողջը Մաշտոցի ձեռագիրն է։